Ինչով եք զբաղվել Արցախում։ Կանայք զիջում են իշխանությունը տղամարդկանց։ Դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Ամոթ է։ Ինչ է անում ընդդիմությունը։ Բա մանդատները ինչի վայր չդրեցիք։ Ես գիտեմ ինչի։ Ես հասկանում եմ։ Նախկին նախագահները մեղավոր էին ըստ։ Դու հո փողոցի բամբասկոտ պարավ չես։ Պոպուլիզմով չեք զբաղվել, օրինակ չեք ասել, որ հարկերը 0% կդարձնեք։ Ինչով ես զբաղված ընկեր ջան։ Հետևաբար չեք անցնի ասկայչով։ Ես ամեն օր արթնանում եմ, ամաչում։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի հետ համագործակցություն։ Երբեք մի հանձնվիր եւ կտեսնես, թե ինչպես են հանձնվում ուրիշները։ Սա Մարգարիտ Թետչերի կարգախոսներ, երկաթե լեդի, հրաշալի քաղաքական գործիչ։ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանում կառավարում են տղամարդիկ եւ կարծես թե հանձնվում են հիմնականում, արդյունքներից էլ այնպես չէ որ գոհ ենք։ Ողջույն։ Այսօր իմ հյուրն է կին քաղաքական գործիչ, չհանձնվող Մանեթ Անդիլյանը։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ հյուրի եկաք։ Հանձնվել եք թե դեռ ոչ։ Իսկ ուր ինչքան ինչի հաշվին հնարավոր է հանձնվել ընդհանրապես։ Այսօր Հայաստանում հանձնվելու մասին խոսել նշանակում է չպատկերացնել արհավիրքը։ Կարող ես որոշել ինչ որ պահի ինչ որ բան անել կամ չանել, բայց հանձնվել նշանակում է չհասկանալ, որ դա կենսական մահվան եւ կյանքի կռիվ է։ Հետևաբար չէ, հանձնվելու տեղ չկա եւ ոչ ոք չի հանձնվել ու չի հանձնվելու։ Մի փոքր կուզեմ խոսենք ներքաղաքական դաշտից, հա, որտեղ հիմնական դերակատարները տղամարդիկ են եւ կարծես թե իշխանության մեջ միշտ որոշողները եղել են տղամարդիկ։ Այ դուք աշխատել եք նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ եւ ինչ կասեք, ինչու է այսպես, ինչու չի լինում հասնել մի վիճակի, երբ որոշիչ պաշտոններում ոչ թե ձևականորեն կնշանակվեն կանայք, այլ իրականում կանայք կսկսեն ավելի պատասխանատու որոշումներ կայացնել։ Դա իրականում կանանց բնության հետ էլ կապ ունի, ինչպես նաև տղամարդկանց։ Առաջին հերթին արձանագրենք, որ քաղաքականությունը դա իշխանություն է եւ իշխանությունը պատկանում է, այսինքն մի միջավայր է, որին բոլորը ձգտում են, հատկապես տղամարդիկ, որոնք ունեն ամբիցիաներ եւ այդ ամբիցիաներում անզիջում են։ Ես եւ պատգամավոր եմ աշխատել եւ տարբեր քաղաքական միջավայրերում գտնվելիս անդադ արձանագրում եմ, որ ինչ քիչ են կանայք, եթե չասեմ եզակի, որովհետև դա մի միջավայր է, որտեղ կա եւ լինելու է իշխանություն։ Կանայք զիջում են իշխանությունը տղամարդկանց, նաեւ իրենք։ Այդ այնպես չի, որ շատ են ուզում դրա համար։ Դա նրանից է, որ տղամարդիկ անզիջում են այդ իշխանության համար պայքարում։ Եվ ցավոք սրտի մենք պիտի մեր մեջ դաստիարակենք այդ հատկանիշը չզիջելու կարևոր բաներ, ընդ որում կարևոր մեր ընտանիքների, պետության, դա դարձնենք մեզ համար կարևոր մի բան, եւ այդ դաշտում չգնանք զիջումներին, բարձրաձայնենք, բարձր խոսենք, կանգնենք, սեղանի շուրջ նստենք, այլ ոչ թե կողքերում, օգնող չլինենք, այլ առաջնորդող, իսկ առաջնորդությունը սեր չունի։ Առաջնորդություն ունի հատկանիշներ՝ կամային, վարքագծային, գիտելիքի եւ այլնի։ Մենք հիմա ինչ ենք տեսնում, առաջնորդում են տղամարդիկ, ովքեր իմ նշած հատկանիշներից չունեն, բայց ու նաեւ զիջում են ուրիշներին։ Այո, եւ չեն վարանում առաջնորդել դրանց բացակայության պայմաններով հանդերձ, իսկ կանայք ավելի պատասխանատու են։ Դրա համար հասկանալով, որ ինչ որ բանում կատարելության չեն հասել, սկսում են զիջել։ Եվ հետեւաբար ունեն մենք այս արդյունքը, ես սա ցավով եմ ասում, սա իմ դիտարկումներն են եւ ես սա տեսնում եմ ու կանանց այդ հանդիպումներում անընդհատ խոսում եմ այդ մասին, որ կատարելության մի ձգտեք, չկա կատարելություն։ Ձեր ունեցած կարողությունները ծառայեցրեք մեր պետությանը ու զարգացրեք ձեր կարողությունները ամեն օր, բայց մի ընկրկեք, որովհետեւ դեռ կատարելության չեք հասել։ Բայց հիմա օրինակ մեր եթերը դիտելիս շատերը գուցե ասեն, մասնավորապես նիկոլականները, որ ինչու եք այդպես ասում, օրինակ ներկա իշխանության մեջ կառավարության կազմում բազմաթիվ կին պաշտոնյաներ կան, հա, գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանը, պաշտոն չէ, բայց ամեն դեպքում արդարադատության նախարարը, բայց օրինակ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ ավելի շատ այդ կանայք ավելի շատ հրաման կատարողի ֆունկցիա ունեն նոր։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում մարդ չկա, որ հրաման կատարողի ֆունկցիան չէ։ Տեսեք, մենք էլ ձեզ այդ զրույցում նորից արձանագրում ենք, որ կանայք են հրաման կատարողի դերում, բոլորն են հրաման կատարողի դերում։
Բայց մենք քանի որ կին մտածում ենք երևի մի քիչ թույլ է, ինքնակատարող, այդպես չի։ Դա կնոջից չի, դա ղեկավարից է, որը այս պարագայում ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանն է, անձնակենտրոն, այսպես իր փոքր ժամանակվա բարդույթները իրացնող, իր նկարը պատերին կպցնել տվող, կարող է տղամարդկանց կաբինետներում Նիկոլ Փաշինյանի նկարի տակ չեն նստում, քննարկումներ կատարում կամ նրան այսպես ծնկաչոք տեսնում, դիմավորում, հանդիպում ընկալում։ Այնպես որ այս պարագայում ասել կանայք են կատարող, ոչ։ Ասել որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում շատ կանայք կան, թվերով, տոկոսներով Միևնույնն է մեծամասնությունը տղամարդիկ են։ Ես կարծում եմ, որ սա ուղղակի կատարվել է արևմտյան, այսպես աուրա ստեղծելու, ակնկալիքները արդարացնելու համար, այլ ոչ թե բովանդակային, բայց միևնույնն է, ինձ համար դա դրական բան է, երբ որ պաշտոնների են կանայք։ Ու այստեղ պիտի խոսենք նաև ընտրովի պաշտոնների մասին։ Դուք կնկատեք, որ կանայք ավելի շատ նշանակվում են, ինչպես ասացի, ինչ որ կոնյունկտուրայից ելնելով, իսկ ընտրվելը շատ ավելի բարդ է, որովհետև այստեղ արդեն հասարակության, նաև հոգեբանական եւ կնոջը առաջնորդություն վստահելու այս ամբողջ խնդիրների հաղթահարման փուլը դեռ չենք անցել։ Այ օրինակ դուք լավ նշեցիք ընտրվելու մասով, օրինակ մի ժամանակ ձեր մասին կար շատ ավելի դրական պատկերացում հասարակության մոտ եւ երբ որ դարձաք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ու նույն կൂട്ടակային կենսաթոշակային կൂട്ടակային համակարգի դեմ պայքարում եք մինչ այդ, հետո տենց արեցիք այն ինչի դեմ պայքարում եք ու մարդիկ կարծես թե ասեցին դե կիներ երևի ամեն դեպքում թուլություն արեց, հանձնվեց, ինչ կասեք։ Լավ հարց է, ես բարբերաբար պատասխանել եմ այդ հարցին, բացատրել եմ, էլի կարող եմ եւ կանեմ, բայց նաեւ հենց դա, որ ինձ վերագրվում է բաներ, որոնք ես չեմ արել եւ դա համատարած մեկնաբանվեց այսպես կարվեց ինձ վրա ու մնաց, որի դեմ ես այլևս ոչ կարիք չկա, իմաստ չկա բանապացուցելու, դա նույնպես այն հանգամանքն է, որ ես դա չեմ թաքցնում եւ ավելորդ համեստություն չեմ անի ասելու, որ զվար կերպար եմ կառավարությունում, քաղաքական գործունեության մեջ, ինչու որովհետեւ կանայք քիչ են նաեւ այդ պատճառով եւ այդպիսի պիտակավորումները արագ կպնում ու մնում են։ Եվ հիմա գալով զուտ հարցի բուն էության բովանդակությանը, երբ որ ես նախարարը նշանակվել 18 թվականին, կൂട്ടակային պարտադիր համակարգը արդեն գործում էր, ուժի մեջ էր մտել 14 թվականի հուլիսի 1-ից։ Ընդամենը 80,000, նույն անգամ թվերն եմ հիշում, 80,000 մարդ էր, որ համակարգի մեջ չէր, հուլիսի 1-ի դրությամբ մտավ ուժի մեջ նաև 80,000-ի համար, սակայն 400,000-ից ավելին արդեն համակարգի մեջ էին։ Ես դա փորձել եմ բացատրել մասնագիտորեն, թե ինչու էր այդ պահին չեղարկելը առհասարակ վտանգներով միգուցե հղի, որովհետև արդեն 4 տարի մարդիկ այդ կൂട്ടակային համակարգը վճարում են, գործարկվել էր մի մեծ մախինա, որը առանց վերլուծության մեկ ամսում չեղարկելը անպատասխանատվություն էր, սակայն ես ինչ էի արել, ես առաջարկ էի տարել կառավարություն, որ հետաձգվի 80,000-ի միանալը հուլիսի 1-ից, վերանայվի այդ մեկ տարվա ընթացքում ռիսկերը, հնարավորությունները, կարողությունները այդ համակարգը պահելու, կամավոր դարձնելու եւ մյուս տարի արդեն գործարկել նոր մոդելով, նոր մոդելսմամբ։ Այս էր ինչ որ ես արել եմ։ Ընդ որում, քանի որ առաջարկս չանցավ, ես հրաժարական եմ տվել այդ պատճառով։ Բայց դա ոչ ոք չի հիշում։ Հիմա դա ավելի բացասական է։ Ինչու չստացվեց այդ փուլում, երբ որ ձեզ վերագրում էին արարքներ, որի հետ դուք փաստացի կապ չունեիք, այ ինչու չկարողացաք այդ փուլում մարդկանց բացատրել։ Եվ սկսվեց մի քարկոծելու մարդիկ, ովքեր ունեն այդ կարողությունը, կան մարդիկ, ովքեր չէ։ Ես դա չեմ թաքցնում։ Ես արդարանալու, անընդհատ բացատրելու, սրանան անպատվելու այդ ամբողջ ընթացքում ձևաչափով չեմ աշխատել։ Ինձ համար քարոզիչներ չեն աշխատում։ Ես դա չեմ անում։ Ես ընդամենը հույս եմ ունենում, որ երևի մարդիկ կկարդան իմ այն 100,000 զրույցը, որ տվել եմ այդ նույն թեմայով ու կհասկանան, որ այդ նույն հրաժարական, երբ որ ես տվել ասում են, հետո հետ գնացի, ասում եմ այո, որովհետև ես նաև դա եմ բացատրել։ Եթե ես չգնայի շարունակի աշխատել, համակարգը ավելի վատներ լինելու։ Ինձ չեն ընդունել հրաժարականը ու ասել են, արի փոխենք գոնե ավելի լավը դարձնենք, որով կկարողանանք գոնե եղածը լավացնել։ Ես համաձայնել եմ ինչու, որովհետև ով եթե ոչ ես կൂട്ടակայինի մասին ընդհանրապես կխոսեր կաներ որևէ բան։ Ես չարեցի, չստացվեց, որովհետև ինձ խոչընդոտեցին մնացած գերատեսչությունները, որտեղ ոչ մեկին այլևս դա հետաքրքիր չէ, դա չի հարցը։ Հարցը այն է, որ
ով է ինձանից բացի ինձանից զատ ու ինձանից հետո խոսել առհասարակ կൂട്ടակայինի մասին։ Դա այն ինչ որ ես գիտեի, որ պատահելու է, ու այդ պատճառով կարող է ինձ համար քաղաքականապես ոչ ընկալելի որոշում կատարեցյանության համար մնալ եւ շարունակել փորձել չհանձնվել։ Բայց ես ունեի ընդամենը 6 ամիս 18 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան ընտրություններ։ Եվ այդ 6 ամսում ստիպել կենտրոնական բանկին, ֆինանսների նախարարին, Նիկոլ Փաշինյանին ու առհասարակ այլևս հետաքրքիր չէր կൂട്ടակայինը փոխել որոշում, մեկ հոգով ընդ որում ոչ իրենց թիմից, այս բոլորը պիտի հասկանալ։ Սա նյուանսներ են եւ նրբություններ, որոնք կամ որոշում ես հասկանալ, կամ որոշում ես ասել ոչ, դու գնացիր ու չարեցիր աշխատելը։ Դուք եթե հիշում եք, դա իհարկե ժամանակի սկիզբն էր, իշխանապողությունից հետո 18 թվականին, մոտիկ էր չէր, բայց որտեվ չէ, որտեվ պիտի մարդկանց ցույց տրվեր, որ նա ժողովրդավարական նկարտումներ ունի։ Եվ այդ ժամանակահատվածը ես ուղղակի չեմ կարող մեղանչել ճշմարտության առջև, երբևէ որևէ անգամ ինչ որ այդպիսի վարքագիծ չի դրսևորվել իմ հանդեպ հատկապես։ Եվ ես գիտեմ Նիկոլ Փաշինյանին ճանաչելով, որ նա առանձին մարդկանց հանդեպ ունի տարբեր տեսակի վարքագիծ, որովհետև նա ճանաչում է մարդկանց։ Նա օթում գիտի ով ինչպիսին է, նա ունի տաղանդներ, որոնք ես եւ դուք չունենք։ Այդ տրամադրություն որսալու, ճիշտ տեղում, ճիշտ մարդու ճիշտ բան ասելու իշահ իրեն եւ միայն իշահ իրեն։ Իր համբավը պահելու համար։ Դուք տեսեք ոնց է իրեն հակասում ամեն երկրորդ խոսքում։ Դա ինչից է, որովհետև սկզբունք չունի։ Մի անգամ կար ասի մի բան, որ այդ պահին է ճիշտ հարմար եւ տեղին, մեկ ուրիշ անգամ լրիվ հակառակ բան, որովհետև կոնյունկտուրան այդպես է թելադրում։ Եվ այդ բանում բայց դա նորմալ չի քաղաքականության համար։ Ոչ, դա նորմալ չի։ Այո, եթե դու դա չի կարող կոչել ասկզբունքայնություն, արժեքներ չունենալ, գաղափար չունենալ ինչի մասին ես խոսում, դա կոչվում է միայն քեզ համար անել բաներ, որոնք քեզ են պետք։ Ընդ որում դա ուղիղ մեկ անձի մասին է խոսքը։ Որ ասում եմ քեզ, հենց նկատի ունեմ այդ մարդուն, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանին։ Նա կարա այսպես ժողովրդի լեզվով ասած փուրը տա յուրաքանչյուրին, եթե դա պետք է իրեն պաշտպանելու համար։ Եվ սա վտանգավոր բան եմ ես ասած պատմում, որովհետև պետության ղեկավարի մասին ենք խոսում։ Չունենալ կարմիր գծեր, սկզբունքներ, արժեքներ, որոնց պիտի պաշտպանես քո պետության համար, դա վտանգավոր բան է եւ այդ այն ինչին մենք առերեսվում ենք այսօր արդեն մեծ քաղաքականության մեջ։ Մի փոքր Արցախից խոսենք։ Արցախում աշխատած ժամանակահատվածում նորից մենք առնչվում ենք տարբեր տիպի բամբասանքների, խոսակցությունների, որ ինչ որ այնտեղ կոռուպցիոն դրսևորումներ են եղել, տարբեր մարդկանց տարբեր հովանավորչական արարքներ են արվել, հա, սոցիալնախարարության կողմից։ Ինչի համար են այս խոսակցությունները եւ ինչ է եղել Արցախում ի վերջո։ Ինչով եք զբաղվել Արցախում Բերեկանի ջան, որովհետև ինձ համար շատ տարօրինական նման բան լսել։ Ես հազարավոր նամակներ եմ ստանում արցախցիներից, ես իրենց հետ կապում եմ, Արցախը փոքր տեղ է եւ մարդիկ ամեն ինչ գիտեն, այնպես որ դա ուղղակի իհարկե կարող ես ասել գրել, ամեն ինչ բոլորին կարելի է իմացնել։ Օրինակ չեմ կարող գրել, որովհետև այդ մարդիկ էլ օրինակներ չեն բերում։ Ուղղակի որովհետև չկան, ուղղակի կարելի է գրել, դա եմ ասում։ Հիմա մենք ապրում ենք անպատասխանատվության ժամանակաշրջանում։ Մեր երկրի վարչապետը օթում կախված լուրերի հեղինակ տեքստն է։ Նա է այդպես բամբազանքի այդ թեզը դրել շրջանառության մեջ, օթում կախված լուրերի համաձայն եւ կարելի է ասել բոլորին ամեն ինչ, սկսել այդ տեքստով եւ իրեն կարելի է, բայց մյուս լրագրողներին չի կարող։ Այո, հիմա այդ դարաշրջանն է, բոլորը հավասար են, բայց մեր բարեկամներն են ավելի հավասար են օրենքի առաջ։ Այսինքն մենք հիմա ապրում ենք այդ անպատասխանատու հայտարարություններ անելու ժամ, այդ եմ ասում, արժեքներ չկա։ Հիմա այդ մարդը իրեն նայում է հայելում, նա գիտի, թարպես ինձ ճանաչում է, հասկանում է, այդ ասող է, չգիտեմ ով է, ինչի է ասում։ Ինչ եմ արել ես Արցախում։ Եթե այդ ասողը նոյեմբերի 20-ին իր մեքենայով ադրբեջանական զորքերի միջով կանցներ կգնար Արցախ, թող գա կանգնի ինձ հետ խոսի։ Այդ եմ ես արել։ 10 օր հետո ստորագրությունից հետո վեր եմ կացել իմ ընտանիքի անդամի եւ իմ հարազատ գործընկերոջ Արաքսիա Գրիգորյանի հետ գնացել եմ Արցախ ադրբեջանական զորքերի միջով անցնելով։ Այդ ասողը պատկերացնում է, թե ինչ գինա դա անձի համար, ով հետո պատկերացրել է, որ ինքը անելիք ունի, տալու բան ունի։ Ես վերցնելու բան չունեմ, ինչու, որովհետև այդ են գինը չի։ Դու գնում ես այդ գնով Արցախ, որ ինչ անես, ինչ որ մեկին, ինչ որ հովանավորչություն անես, տուն տաս, ում, իմ մորքուրնա, քերինա, ում։ Այդ ինչ զրույցներ է։ Այն ինչ որ մենք արել ենք Արցախում,
որոշակի ժամանակով նաև աշխատանքի ժամանակի առումով եմ ասում, պայմանավորված Արայիկ Հարությունյանի հետ, որ ես կգնամ ու իսկ ինչու կարող է ես դանել, նա ճանաչում էր ինձ, գիտեր իմ աշխատանքային տեմպը, որակը, բովանդակությունը, որ գնամ օգտակար լինեմ արցախցիներին Արցախ վերադարձնելու հարցում, դաշնակ մեծ սոցիալական խնդիրների լուծում, բնակարանային ապահովում, որքանով որ դա հնարավոր էր, ընդհանրապես տուն չկար, վարձով անգամ տուն չկար, մի ահավոր ժամանակներ էին, լույս չկար, ոչինչ չկար։ Եվ ես ապրել եմ Վարձով, մի տեղում, որը ուղակի մոտիկ լինի, գնամ աշխատանքի գամ օրը 24 ժամ։ Սա եմ արել ես Արցախում, դա տեսել են մարդիկ եւ այդ բամբասանքները ինչու՞ չեն կարող մնալ կպնել։ Ուղղակի մարդիկ են, ովքեր արժեք չունեն, խոսում են բաներից եւ քանդում են բաներ, որ գաղափար անգամ չունեն ինչ։ Ես կարող եմ ենթադրեմ, որ դրանք, չգիտեմ, նիկոլականներ են, ֆեյքեր են, մարդիկ են, ովքեր հեռու միտեղ նստած տակ տեղում ստատուսներ են գրում։ Դե նիկոլականների Որտեղ եթե ուսումնասիրում ես, հասկանում ես ում մասին է խոսքը, կամ թուրքական օրակարգ են սպասարկում, պիտի նայել, այդ ինչի են դա անում։ Իսկ որ նման բան չէր կարող լինել ԻԲՆ դա ուղղակի ինձ պիտի ճանաչի։ Այ օրինակ ինձ համար տարօրինակ է, որովհետև եթե միայն նիկոլականները քննադատային ձեզ կհասկանայի, բայց ընդդիմությունից էլ ենք։ Բնականաբար մրցակցություն է, որովհետև ես չեմ կարող լինել իրանցից լավը, իրանք չպիտի դա ուզենան։ Որովհետև դուք պիտի հավասարվես իրենց, որ կարողանան իրենց տեղում մարդկանց աչքերում գոնե վարկաբեկեն։ Սա նորմալ է։ Նորմալ է, որովհետև ես դա չեմ անում։ Դուք նկատած կլինեք, վստահ եմ, հետևում եք, գիտեք, ես դա չեմ անում, որովհետև ես սոլիդարության, խնդիրների կարևորության աստիճանից ելնելով պահպանում եմ կարևոր խնդիրներ, այո, աշխատում քարկոծում են, տարբեր տիպի ֆեյք նորություններ են գեներացնում, բայց դուք մնում եք այդ ինչ որ ես գիտեմ, որ աշխատում է եւ ես ամեն մեկ իր արժեքի կրողն եմ։ Ես համարում եմ, որ ես ոչ միայն դա չեմ ուզում անել, ես դա նաեւ չեմ կարող, որովհետեւ դա ես չեմ։ Ես չեմ կարող իջնել այդ ցեխը եւ այնտեղ իրանց հետ վիճել, որովհետեւ այդ ցեխը իմ տեղը չի։ Ես հասկանում եմ, որ քաղաքականությունը մաքուր տեղ չի, բայց ես միշտ փորձել եմ քաղաքական մշակույթ փոխել։ Որքանով է հաջողվել, կարող եմ ասել, որ չի հաջողվել դեռևս, բայց ինչպես եթե ոչ իմ օրինակով ես դա կարող եմ անել։ Եվ ես չեմ պատրաստվում փոխվել, ես պատրաստվում եմ լինել ինձ նման, քննադատել բոլոր քննադատության արժանիներին ու ամեն տեղ, որտեղ ես դա տեսնում եմ, խոսել նաև դրականի մասին ու տանել առաջ ավելի դրականը, որովհետև որ ասում են դա ինչ բաներ արվում է, չէ՞ զուտ իշխանության մասով, աննախկինում էլ էր ինչ որ բաներ արվում, հիմա էլ արվում, միշտ է արվում ինչ որ բան, բայց կարար լիներ ավելի լավը, պոտենցիալ ավելի շատ էր, ինչի համեմատ է դա լավ բան։ Եթե կա, չգիտեմ, կիլոմետրերով չկառուցած ճանապարհ, բայց դու մի կիլոմետր կառուցում ես ու գոհ են մարդիկ։ Եղբայր, այս մարդու գործը այնքաններ կառուցել, այլ ոչ թե այդ մի կիլոմետր, ասում է 60 դպրոց է կառուցել, եղբայր խոստացել է 300-ը։ Որովհետև այն համայնքում, որտեղ չի կառուցել, այն մյուս համայնքի կառուցածը այս մարդու կրթության որակի վրա չի ազդել, այսինքն չի արել իր գործը, ասում են դու նրանք էլ չէին անում, նրանք էլ մի ուրիշ բան էին անում, այդպես չի որ 5 տարի ոչ ոք ոչինչ չանի, բայց որ անում են վատ, ոչ կոմպետենտ, ժամանակ են վատնում, խափում են մարդկանց մի փոքր արած բանը ես իմ ինչ վաճառելով, սա փաստ է ու բոլոր իշխանությունների այս իշխանության մասին առավել եւս այդպես է։ Հիմա ներկա իշխանության բուն խնդիրը գործը վատ անելն է, թե որն է։ Գործը չանելը, վատ գործ անելը, կոմպետենտ չլինելը եւ ես հələ դավադրության դաշտ չեմ մտնում, որ հարցեր կան, նույն աշխարհակաղակական եւ այն ինչում Հայաստանն այսօր հայտնվել է եւ Արցախը օրակարգից հանել հարցեր, որոնք մեզ համար կենսական, գոյութենական խնդիր են լուծելու, օրինակ արցախցիների իրավունքի հարցը, վերադարձի իրավունքի հարցը։ Տեսեք ինչ են արել, օրակարգից հանել են դա, զուտ այսօր ասացի միտքս ավարտել։ Օրակարգից դա հանել են, Ադրբեջանը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների օրակարգը։ Շատ հանգիստ ապացուցել է արդեն տարբեր աշխարհակաղակական կենտրոններում, որ այդ իրենց իրավունքն է։ Մենք ինչ ենք հակադրել դրան։ Մենք հանել ենք օրակարգից արցախցիների իրական, որ բոլորը գիտեն այդ իրավունքի, վերադարձի իրավունքի մասին օրակարգից հանել ենք եւ ուժեղացրել Ադրբեջանին։ Ասում եք, ինչ չի անում։ Տո այն ասֆալտները ինձ հետաքրքիր չի։ Այն ինչ իրենք արել են, հələ չանելը մի կողմ, շատ բան չեն։ Այնքան վնասա ու վտանգավոր, որ այստեղ գալիս է ինչ օրակարգ են սպասարկում, այստեղ գալիս է իմ միտքը։ Այո, ես ամենևին դավադրությունները մի կողմ, ես պիտի տեսնեմ այդ քայլերի բովանդակությունը դավաճանական է։ Ես չեմ ասում սա դավաճան է, որովհետև դեռ չի դա դավաճանը, դա քրեական հանցագործություն է, բացահայտվի հարցն է, դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ինչպես ընդդիմություն։ Ես դրա համար ձևակերպեցի քայլերը, գործողությունները ինձ ոչ մի
հիմք չեն տալիս մտածելու, որ այստեղ կարող էր լինել մի բան, որը արվել է որպեսզի ծառայեց, նման բան անել ծառայեցնելու Հայաստանի Հանրապետության շահերին չի կարող, ուղղակի չի կարող։ Հետևաբար գործողությունները, մեկը մյուսին հաջորդող գործողությունները դավաճանական են։ Հիմա ինքը դա անում է միտումնավոր, դա անում է պատվերով, դա անում է տգիտությունից ելնելով, ինչը նույնպես չի բացառվում, ասել չեմ կարող, բայց դա ամենևին չի արդար, չի կարող արդարացնել։ Այդ մարդիկ փտելու են բանտերում, որովհետև այն ինչ իրենք, այն վնասը, որ իրենք հասցնում են մեր երկրին, չի ներվելու։ Այդ իրենք լավագույն ճակատագիրն է դա լինելու, մարդիկ չեն ներելու իրենց, այն ինչ իրենք անում են եւ իրենք դա գիտեն։ Դրա համար են կյանքի գնով պաշտպանում իրենց աթոռները։ Իսկ կյանքի գին ասելով, այսօր Եվրոպայից են փող ստանում աթոռները պահելու համար, ժողովրդավարության հերն են անիծել իսպար այդ լոզունգներով գալով, բայց աչքա փակվում, որովհետև ինչ ուզում են տալիս են, այս մարդիկ այդպեսին են, նրանք բանակցել չգիտեն, նրանց կարելի է շանտաժանել, ստանալ առանց շանտաժել, նրանք ճնշումներին դիմադրելու կարողունակություն չունեն։ Տանք հանգիստ ապրենք։ Այո, որովհետև իրանք ուզում են վարչաբենդում նվագեն, իրանք ուզում են պամիդորով ձվածեղանեն, դրանով զբաղվեն, իրանք ուզում են աշխարհ ման գան եւ մի խանգարեք իրենց դա անելուց ձեր փոքր-մոքր զոհվելա սոցիալական խնդիրա, չգիտեմ, այս հողը տվիկման, այդ Փաշինյանն ասաց աղքատների խնդրեմը մեր խնդրեմը չէ, նախորդ իշխանություններում ոնց որ մեր խնդիրն էր։ Հիմա բարձր աղքատությունը գլխում է, աղքատը իր խնդիրն է, մեզանից ինչ են ուզում։ Տեքստերը հիմա ասում է մի մարդ, ով այդ պոպուլիզմով եկել է իշխանության։ Իսկ ինձ համար դա ոչ թե տեքստ է, դա գործողություն է։ Այո, աղքատությունը փակ շղթա է, նա ունի վերարտադրվելու հատկանիշ։ Երեխան մեղավոր չի, որ ծնվել է սոցիալապես ծանր ընտանիքում անապահով, եւ մենք պարտավոր ենք հնարավորություն ստեղծել, որ նա այդ շղթան ջարդի կոդրի դուրս գա, եւ դա հնարավոր է։ Բայց Նիկոլ Փաշինյանը դրանք չի հասկանում, որ դա իր խնդրեմը չի։ Ինքը գնա դիսկոտեկա անի, տժա ամոթա տարած կորցրած պարտված երկրի, ես ցավով եմ դա ասում, ղեկավարը որ տարածքներ է տալիս Ադրբեջանին, բենդ է հավաքել դիսկոտեկայանում իր դուդուկի տակ պարացնում նախարարների։ Սա ամոթ է, հարց է, էլի, կպարեին իրենք մեկ այլի դուդուկի տակ կամ հարվածային գործիքների։ Իրենց ցանկությամբ են գնացել, որովհետև ինչ դա վարչապետն է հրահանգել, թե որովհետև շատ սիրում են այդ պարը ապարել ինչ որ բենդերի տակ։ Էլի էր գնացել նկարվել, ցուցադրել։ Մեղք են, ես խղճում եմ իրենց, անկեղծ եմ ասում։ Այդ կարող է բան թվա, բայց ես ցավակցում եմ, որովհետև իրենք ստիպված գնում ապարում են։ Հասկանում եք դա ինչ, ձեզ կարող են ստիպել գնալ, չուտը ապարեք կամ չգիտեմ, ասենց կանգնեք մի անկյունում պաշտպանության նախարարեք, չիմանաք ձեր հայացքը ուր տանեք, որովհետև երկիրը ծանրագույն վիճակում է։ Ադրբեջանական զորքը քո տարածքում է, դուք նստած վարչաբենդի դիսկոտեկա։ Ասենք մեղքս գալիս էին այդ մարդիկ անկեղծ։ Ասենք ո՞նց է կարելի այդքան ստորացնել սեփական ընկերներին, թիմի անդամներին։ Ասենք, չգիտեմ, էլի, հարգանք գոնե տարական իրար հանդեպ չունեն։ Լավ, ինչ է անում ընդդիմությունը։ Նախ կուզեմ այստեղ մի փոքր բացենք, հա մենք ունենք խորհրդարանական ընդդիմություն, որը 2021 թվականին խոստացավ, որ պետք է գա մի օրակարգով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Չհեռացրեց, հետո ասացին դե չստացվեց, փորձեցինք, ժողովուրդը չեկավ, ուզում էինք, չկարողացանք, միջազգային ուժեր, հզոր ուժեր եւ այլն չստացվեց։ Եվ ունենք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում եւ ձեր կուսակցությունը, ինչ օրակարգ ունեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու եւ արդյոք հնարավոր է ընդդիմության համախմբում, համագործակցություն, որովհետեւ շատ տարբեր սրացումներ կան նույն ընդդիմադիր դաշտում։ Տեսնում եք նման հեռանկար։ Ես օրինակ չեմ պատկերացնում առանց միասնական պայքարի Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ 21 թվականից գալով լավ ծավալուն հարց եք տալիս, ես կուզեմ խոսենք այդ ամենի մասին։ Եվ թողնենք ընտրությունների մասնակցեցին, այո, ձեր նշած օրակարգով։ Ու հավատարիմ չմնացին իրենց օրակարգին։ Տեսեք, երբ որ դու գնում ես ընտրության եւ ասում, այդ միակ օրակարգն է, ու եթե դա չստացվի, ապա ինչ։ Դու ինչ էիր անելու։ Մանդատ էիր վայր դնելու, ինչ էիր անելու։ Հիմա եկար խոստովանցիր 21 թվականին Ռոբերտ Քոչարյանը, որ մարդիկ չընտրեցին ինձ, վախեցան, չէ՞։ Այդ տիպի, եթե բառացի չեմ ասում, ապա միտքը ընտրեցին Նիկոլին, որովհետև չուզեցին, որ ես, այսինքն դու գիտակցել ես, ինչի չի տեղի ունեցել իշխանափոխություն, բայց շարունակում ես անել բաներ, որ այդ իշխանափոխությունը տեղի չունենա, մնալ նույն կարգավիճակում, նույն ձևի խոսել, նույն բաները անել եւ հիմա էլ պատրաստվել նորից ընտրությունների, ամենևին ես չեմ, ամեն մեկն ինքն է որոշում։
Ես ուղղակի ինչ եմ ցույց տալիս, որ մարդը նույնիսկ գիտակցելով ինքնախոստով ընդդիմության խորհրդանական ընդդիմության մասն եմ խոսում, ինքնախոստովանություն անելով, որ այդ պատճառով է, որ Նիկոլը վերարտադրվել է, հիմա մտածում է ինչ, Նիկոլի վարկանիշը ընկել է ավելի, քան այն ժամանակ էր, ոչ, այն ժամանակ պարտությունից հետո էր անմիջապես, եւ Նիկոլի վարկանիշը այսօր ավելի ցածր անդհատ անկնում, այդ չի արցեն, որ ընկնելու տեղ չունի, բայց էմոցիոնալ ֆոնը այն ժամանակ այլ էր, հիմա օբյեկտիվ պատճառներով է ընկած, այն ժամանակ նա գոնե ասում էր, գիտեք, նախկիններն են մեղավոր, ինչու մարդիկ ինչ որ բան հասկանում են, որ պատրաստվածության աստիճանը, բայց դա չեմ ասում, հիմա գալով նույն խորհրդարան, բա մանդատները ինչի վայր չդրեցիք, ես գիտեմ ինչի, ես հասկանում եմ, նրանք այդ նույն օրակարգով ժամանակին պնդում էին նախորդ խորհրդարանի պատգամավորներին, աշխատում եք Նիկոլի հետ, վայր չեք դնում ձեր մանդատները, անդադ բանջով վայր դրեք բան։ Ես գիտեմ ինչի դա տեխնիկապես, բովանդակային հնարավոր չի լինում։ Դու ունես մի մեծ ցուցակ, վայր ես դնում մի հոգի, երկու հոգի Նիկոլը գնա առնի, այդ մարդկանց կներեք, հիմա կասեք այդ 100 հոգանոց ցուցակներ են, բայց առնելը մի կողմ, ճնշի, նստածնի, բոլորը վստահեց, որ դիմադրելու են այդ վիճակում։ Մարդկանց ընտանիքներ են նստածնում, իրանց էլ ոչինչ կնստածնեն, նրանց տատիկներ ձեր մեզ զանգել հաճախ, մեր գործընկերոջ տատիկ ասում է, տատիկ զանգել խնդրում է ձեր ցուցակից դուրս գամ, որովհետև իրան ճնշում են, տատիկին։ Մենք ունենք այս տեսակ արժե համակարգով իշխանավորներ, ովքեր որ ոչ մի բանի առջև չէին կանգնել։ Հետևաբար ով էր ասում, որ մնացած մարդկանց վրա ճնշում չէր լինի։ Կներեք, որ ընդհատում եմ, այսինքն այդ կուսակցությունները, ովքեր 10 տարի իշխանություն են ունեցել, չեն կարողացել 100 հոգանոց ցուցակ ունենալ։ Այ հրաշալի բան եք ասում, ինչու դա, եթե ինչ որ դեպքերում կարող է դա հնարավոր չի, ձեր դեպքում բա ինչի։ Ես կարող եմ ասել ձևը։ Գնայիք աշխատեիք ներքևի մանդատները վայր դնեին, հետո դուք դնեիք։ Դա է ձևը, բայց դուք դա չարեցիք, ինչու՞։ Որտեղ ձեզ դուր է գալիս երևի այդ պատգամավորական շրջագայությունները, այդ տանձիկ, բոքսի տանձիկ աշխատելը, բանեիք։ Այո, պետք է եւ իրենք կարող, ինչու՞։ Դե լեգիտիմացնել ազգային ժողովը հարցի լուծում չի, դե լեգիտիմացնել, ես չեմ ասում իրավական առումով կցրվեր ազգային ժողովը, ոչ, բայց նրանք այդ դեմքով իրանց հետ գնում եք նույն հանձնաժողովներում տարբեր տեղեր եվրոպական երկրներ ցույց եք տալիս, որ ընդդիմություն կա եւ դուք կարող ատեղ քննադատեք մի հատ ելույթ ունենաք, դուք լեգիտիմացնում եք ազգային ժողովը ձեր այդ ելույթով, այդ գործողումներով եւ այլնով։ Ես անգամ 18 թվականին ոչ մի հանձնաժողովում չկայի, որ իրանց հետ չգնամ տարբեր տեսակի այդ գործողումներ։ Դա աշխատանքա ստիպված է։ 2021 թվականի ընտրություններով լեգիտիմացվեց կապիտուլյացիան։ Դե սա եմ ասում, այսինքն լավ ընտրություն եղավ, բայց դուք կարող եք պարլամենտը դելեգիտիմացնել ձեր վարքագծով, վայր դնելով ձեր մանդատները, չի կարող գործել առավել եւս գնալ պարլամենտական տարբեր հիմա Եվրոպայի բանը սիրաշահել այդպես վերաբերմունքը, դելեգիտիմ ազգային ժողով, որտեղ չկա ընդդիմություն։ Եթե բոլորը վայր դնեին, կլներ այդպես միայն իշխանությունից բաղկացած ազգային ժողով, ստիպված էին լինելու գնալ նոր ընտրությունների, նոր բան փոխելու եւ այլն։ Հիմա կասեք, էլի կընտրվեին, կարող է։ Ու այո ընտրություններով պիտի իշխանություն փոխվի։ Այդ ժամանակը կօգտագործեիք մարդկանց հետ կաշխատեիք։ Ինչ ասեմ, որ դուք ընտրություններով իշխանություն պետք է փոխվի նշեցիք, բայց ասում են, որ օրինակ ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխվի, հնարավոր տարբերակը միայն իմպիչմենտն է, հանրապետականների տեսակետն եմ ասում, հա, պատիվ ունեմ խմբակցության։ Իմպիչմենտը պիտի ունենա հանրային աջակցություն ժողովրդի։ Չունի, որ ունենար արած կլինեին։ Երբ որ սրբազան շարժումն էր, այդ օրերին մարդիկ փողոցում էին, որովհետև վստահում էին ում սրբազանին։ Այդտեղ հավաքվել էին մարդիկ, որոնք քաղաքական հակառակորդներ են եւ նույն առույով չի հոսում իրենց ջրերը։ Շատեր այդ ունեն, մենք էինք այդտեղ շատերի կողքին, ում հետ չեմ գնա քաղաքական ճանապարհ։ Բայց ժողովուրդը փոփոխություններ ուզում վստահում էր սրբազան, ինչպես նաև ես, ու մինչև այսօր էլ շատ ցավում եմ, որ այդ դա հնարավորությունները, որը կարող էր ստացվել ու չստացվեց, բայց ինչու հենց սրբազանը, որովհետև մարդը հարգանք հավայելում, մարդը նախկինում թալանի մեջ, կոռուպցիայի մեջ չի եղել, մարդը ճնշումներ չի գործադրել խոսքի ազատ խոսքի նկատմամբ նախկինում, որ հիմա էլ ի վիճակի է եղել մեծ բազմություն հանել փողոց, որը հրաշալի բան է։ Մայիսի 9-ին դուրս եկավ այն բազմություն, ես կարող եմ իհարկե չեմ ուզի, հիմա դատա գնում եւ մարդիկ այնտեղ են ճաղերի հետևում, ցավոք սրտի եւ սա մեր ողբերգությունն է ու ամոթն է, քաղբանտարկյալներ են եւ գործողություններ կար, որոնք մենք խոսել ենք սրբազանի հետ շատ, ես նաև իրեն այդ ժամանակ եմ ասել, որ այսպես միգուցե անենք ավելի ճիշտ լինի։ Բնականաբար որոշ սխալների, որոշ գործողությունների, նախկին նախագահները մեղավոր էին ըստ այդ թվում նաև, որովհետև երբ որ նրանք հավաքվում են որևէ վարկանիշ ունեցող մարդու շուրջ, այդ մարդու վարկանիշը ընկնում է։ Ես անկեղծ ասենք, եթե ուզում եք իշխանապողություն լինի, պիտի պարզ խոսենք, չէ՞, չենք կարող տողատակերով։
Մարդիկ չեն վստահում ձեզ այլևս, հասկացեք, հասկանում եմ դուք ունեք ռեսուրս, ունեք հեսա ձեր լրագրողները կամ լրատվամիջոցները կհարցակվեն դրա, հարցակվեք, բայց եթե դուք իրական իշխանափոխություն Նիկոլական կդարձնեն էլի։ Դուք նիկոլական լինեի, կլինեի այնտեղ, որտեղ կարող էի լինել, շատ երկար ու շատ ավելի պատվաբեր, քան իրանց բոլորին թվում է։ Որտեղ ես այդ կարող հնարավորությունը ունեցել եմ ի տարբերություն իրենց շատերին, ովքեր փորձ են արել, բայց այդտեղ չեն գտել։ Հիմա ինչի մասին ենք խոսում։ Ինչ ենք։ Եղել են նման դեպքեր, այսինքն։ Իհարկե, կասկածելի է, դա ձեզ համար տարօրինակ է։ Բացարձակ։ Բայց չէ որ դու ես որոշում ինչ ես անում ու որտեղ ես եւ ինչն է քեզ համար արժեք։ Պաշտոնը, իշխանությունը, քեզ ժպտացող արհեստական մարդիկ, թե այն որ մեր երկիրը կործանում են այդ մարդիկ։ Ես դրանց հետ անգամ նույն դահլիճում գտնվելու ցանկություն չունեմ։ Ես դրանց շատերի հետ ճանապարհ եմ անցել, բայց այն ինչ իրեն կարել են, սա անձնական չի, որոշների հետ նաև անձնական էլ բարև տալու չկա, բայց այն ինչ իրեն կարել մեր երկրի հետ, ես դա չեմ ներելու իրենց։ Այն ինչ իրեն կարել են մեր արժեքների հետ։ Հիմա կասեք եկեղեցի բան, հարցը եկեղեցին չի։ Ով չգիտի, որ տարբեր տեղեր հասարակությունը կան խնդիրներ ամենուր։ Ամեն ինստիտուտներում կան խնդիրներ, բայց դու հայտարարակ ես արել մեր ազգային առաքելական եկեղեցու իմիջը, տեսքը աշխարհով մեկ, որ ինչ խնդիր լուծես, KGB-ի գործակալի կամ մի հատ նստած KGB-ի գործակալի հոդվածով։ Դու հո փողոցի բամբասկոտ պարավ չես, հիմքեր ունես, գործի դիր, աշխատի, ոչ թե բամբասի օթում կախված լուրերի համատեքստում, հայտարարակ արա քո եկեղեցին, որը քո ժողովրդի իդենտիֆիկացման գործիք է։ Դե բայց ասում եմ ես փրկում եմ, հայտարարակ չեմ անում, բարենորոգում եմ, տեսեք ինչ բարենորոգում է այդպես չեն անում։ Ումով, Bentley Samoy-ով, ումով է բարենորոգում։ Դա սուտ է։ Դա անամոթ ընդորում լկտի սուտ է։ Եվ բարենորոգում այդպես չեն անում։ Գնում են նստում Գարեգին կաթողիկոսի հետ, խոսում, զրուցում, ասում, ցույց տալիս, խորհրդակցում, խորհուրդ տալիս, պնդում, ընդորում։ Եթե դու ուզում ես ու դա չես անում այսպես հրապարակային այնպես որ հայտարարական ես բոլորին, ընդ որում կրկնում եմ, ում միջոցով է անում դա։ Շատ մի բարի համբավ եկեղեցականներով, ես ամենևին չքննարկելով ոչ մեկին, այո, խնդիր, իսկ կան հրաշալի հոգևորականներ, արտակարգ, եւ ինքը ես վարքագծով վարկաբեկելա բոլոր նաեւ հոգևորականներին, ովքեր անբասիր կյանք են ապրել, իրական հոգևորական եկեղեցական են եւ այլն։ Ինչ ես դու արել, քանդել ես։ Ու միայն դա է նա կարողանում անել, քանդել, փառահեղ է ստացվում քանդելը։ Հիմա գալով այդ մի թեման, հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված, արցախահայության նկատմամբ այս ատելությունը, որ գեներացվել է, եղբայրը ատում է այսօր։ Մենք իրար այսպեսի, այս մթնոլորտն ով է ստեղծել։ Սա ինչ երկիր է, ինչ արժեքների երկիր է։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ասում են, հետո արդարանում են, թե մենք այդպես չենք ասել։ Հարցը ինչի ասեք, տեղի անոցի կասկածներ եք հարուցել, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքում, այդ ինչ դիսկուրս է ընդհանրապես, ում համար է այդ դիսկուրսը։ Բայց այս պարակտումը նոր չի բազմաթիվ բաներ, խոսում արժեքային բաների մասին, արժեքային այս պայքարը սկսվել էր դեռևս մի քանի տարի առաջ, այսինքն 2018 թվականին չի այդ ծիլերը եւ արմատները եղել, մինչեւ այդ էլ նույն մեդիայով, նույն։ Իսկ պարակտումը անպայման չի բոլորը համակարծիք լինեն, բայց անելուն ձև կա, ասելիքը տեղ հասցնելուն ձև կա։ Հայհոյում է մեր երկրի վարչապետը, Անի ջան, հայհոյանք է գրում, հետո մառատորիա հայտարարում, դուք նրա զբաղվածության աստիճանը եւ գլխի պարունակությունը, բովանդակությունը պատկասում եք ինչի մասին է։ Հայհոյանք գրեմ թե չէ, մառատորիա անեմ։ Դու նրա օրը 24 ժամ ունի, Անի ջան, դե մարդ զբաղված է հայհոյան գրելով։ Հետո որոշտով եկեք չգրենք, հետո բայց այս բառը հայհոյանքա թե չէ, կարքին հաղորդումը օրինա ինչով է զբաղված ընկեր ջան։ Քո գործն ինչ է։ Ոնց կարելի է այդպիսի վարչապետ ունենալ, ես ամաչում եմ։ Ես ամեն օր արթնանում եմ, ամաչում, որ էլի ապրում եմ այն երկրում, որտեղ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, որտեղ ինքը ներկայացնում է։ Ինչ է անում ապրելու երկիր կուսակցությունը, որ այդպես չլինի։ Մենք 21 թվականին, երբ որ ես արդեն խոսեցինք, որ ընտրություններ տեղի ունեցան, արդեն մենք հասկացանք, որ այդ բոքսի տանձիկի եւ հայհոյանքի աուրան խորանալու է երկրում ամբողջությամբ։ Ես այդ օրից սկսած մի ազգային ժողովի նիստ չեմ նայել, ազնությամբ եմ ասում։ Ոչ մի հատ, որովհետև ես գիտեմ, ինչ արժեքային համակարգ կրողներ են այնտեղ եւ ինչպես են իրար հետ վարվելու։ Մարդիկ դարձել են ազգային ժողովի ամբիոնը սեփական հաշիվներ մաքրելու տեղ։ Ու մակարդակը այդ ձևի ցածր,
Ընդ որում այն վիճակում, որտեղ մեր երկիրը երբեք չի եղել։ Եվ հետեւաբար մենք 21 թվականից կուսակցություն հիմնեցինք ապրելու երկիրը ես եւ Մեսրոպ Առաքելյանը, որպեսզի մասնակցենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, կուսակցությունը անցնի ճանապարհ, անի աշխատանք, մարդիկ տեսնեն, ճանաչեն, այդ ձևով որոշել։ Քարոզարշավի փոխարեն ընտրությունների ենք մասնակցել։ Մարդկանց բաներ խոստանալու փոխարեն մասնակցել ենք պոպուլիզմով չեք զբաղվել, օրինակ չեք ասել, որ հարկերը 0% կդարձնեք, այնտեղ չգիտեմ, աղքատներ էլ չեն լինի, 500,000 աշխատատեղ կստեղծեք մի ամսում։ Չէ, չեն կարել, չեն կանել, որտեղ ես դրան չեմ հավատում, ես չեմ հավատում, որ մարդիկ հիմար են եւ իրանց կարելի է հիմարի տեղ դնել։ Իսկ եթե հիմար են, իմ ընտրողը չեն։ Հետեւաբար չեք անցնի ասկային շահով։ Բարդ կլինի։ Ես չեմ ուզում լինել ուրիշների նման, որպեսզի անցնեմ ասկային ժողով։ Ես փորձում եմ հասնել մարդկանց։ Դժվար է, որ ստացվեր, Երևանում կստացեր, որ ստացվեր, տարբեր տեղերում ստացված կներ։ Բարդ բան եմ ասում։ Բայց սա է լուծումը։ Ես չեմ կարող գնալ հեշտ ճանապարհով, որը տանում է անդունդ, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանն պես ասես կարմիր գծերը հայտարարություն, արագաչափերը, այս ինչ մի բան է, ու գազ փակը ավելացնես կարմիր գծերի գումարը վճարման, կամերաները շատացնես, տուգանքները ավելացնես, ինչի մասին ես դու գոնե քեզ հարգի քո խոսքը հարցը օրինակ կարմիր գիծը ամբողջ աշխարհում ընդունված բան է հիմա որքանով է դա ողջամիտ դրաչափ հայ դա է պետք հասկանալ որքանով է դա լուծում քաղաքի բեռնաթափման հարցը այլ ոչ թե պոպուլիստական տեքստեր ասել բայց ախր միայն Նիկոլ Փաշինյանը չի նույն ընդդիմադիր դաշտում էլ մենք տեսնում ենք էլի նույն այդ պոպուլիզմի հետևորդներին ժողովուրդ ախր պիտի դասեր էլ քաղի ես ամենայն հարգանքով ու անկեղծությամբ ասում եմ այո այդ պոպուլիզմը լինելու է միշտ քանի դեռ ժողովուրդը դրանով գնում անդրության Ես ուզում եմ մեր ժողովուրդը լսի դրանք ու իմանա նման տեքստեր ասողները դա ասում են աթոռի ընտրվելու համար դա վտանգավոր բան է եթե դու այդքան քո խոսքի արժեքը նսեմացնող գին ես վճարում աթոռի համար բա դու ինչերի ես պատրաստ հետագայում հասկանում եք այս դասերը պիտի քաղել սեփական սխալներից սեփական փորձից սեփական կյանքից եթե մենք այս դասերը չքաղենք ինչպես ենք փոխելու Ոնց է ֆինանսավորվում ձեր կուսակցությունը, որովհետև շատ տարբեր տեսություններ կան այս մասին, անգլո սաքսերը, այնտեղ չգիտեմ, հրեաները, մասոնները, Նիկոլ Փաշինյանը Այո, նախ եւ առաջ կուսակցությունները հրապարակային հաշվետվություններ են տալիս իրենց ֆինանսական միջոցների մասին, ինչը շատ լավ բան է եւ մենք դա անում ենք բարբերաբար եւ տալիս ենք։ Եվ մեր ընկերները, գործընկերները, բիզնեսմենները, ովքեր հավատում են, որ պոպուլիզմը միակ ճանապարհը չի, ովքեր հավատում են ինձ մնացածից գիտեն, որ լավ բան ենք ուզում անենք, պատրաստ են նաև իրենց ֆինանսական ներդրումներով դրան աջակցել։ Այդ թվում նաև մենք շատ ծրագրեր ենք արել Ռուբեն Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ, ելի հաճախ ասում կուսակցություն, ասում նա կուսակցական չի եղել երբեք, նա կուսակցությանը չի ֆինանսավորել, նա ֆինանսավորել է մեր ծրագրերը, ինչը սիրով կանի եւ անում է բոլոր տեղերում, ովքեր ներկայացնում են որակով ծրագրեր։ Նա տարիներ շարունակ Դիլիջանում ծրագրեր ֆինանսավորել։ Ինչի մասին է խոսքը։ Եվ նույն ձևի, երբ որ մենք նույն նոյեմբերանում հաղթեցինք եւ համաֆինանսավորման ծրագրեր էինք շահում, կառավարությունը ինչ էր անում, ասում դու 50%-ը ես տալիս եմ, եթե դու կբերես ծրագիր ու նաեւ համաֆինանսավորումը կավելացնեմ, եթե մեկ ուրիշ ֆինանսավորող կբերես։ Եվ քանի որ նա վստահում էր մեզ, մեր թիմին, մեր անկաշառությանը, մեր կոմպետենտությանը եւ ֆինանսավորում էր ծրագրեր, ստացվում էր, որ նույն նոյեմբերանում մենք ավելի շատ ու ավելի մեծ բյուջեով ծրագրեր էինք իրականացնում, քան նույն ԿՊ-ական տարբեր համայնքապետեր։ Ինչու՞ որտեղ նրանք չէին կարող այլ տեղից ֆինանսավորում ներգրավել։ Իսկ համաֆինանսավորումը դա օրենք է, օրենքով սահմանված կարգ է, չի կարող որևէ մեկը դա չանել, որտեղ դա փորձեն հիմա էլ այդ օրենք խախտեն։ Հիմա ինչ եմ սա ձեզ պատմում, որ պարզ լինի, որ այո, կատարվում են ծախսեր, որոնք ունեն թափանցիկ ֆինանսավորում եւ նաեւ ծրագրեր, որոնք մենք արել ենք մեր գործընկերների հետ եւ շատ կուզենայինք շարունակել, ցավոք սրտի ունենք իրավիճակ, որ Ռուբենը Բաքվի բանտում է եւ նրա ճակատագիրը չգիտենք ինչպես կլինի, իսկ այս իշխանությունների պարագայում հստակ գիտենք ինչպես կլինի եւ ինչքան մեծ ցանկությունն են նրա չվերադարձի հետ կապված Եվ մենք ուղղակի մեր գործընկերների, բիզնեսների, տարբեր մեր աշխատավարձերից, տարբեր տեղերից ֆինանսավորում ենք մեր ընթացիկ ծախսերը։ Դուք կնկատեք, որ այդ բաներ այդպես էլ չկան։ Հիմա երբ որ արդեն ընտրությունների կմասնակցենք, նույն ձևի քարոզարշավի դրամահայթայթում կանենք, գործընկերների հետ կխոսենք, ովքեր պատրաստ են մեր ծրագրերը աջակցել մեր ծրագրերին եւ հետեւաբար նաեւ աջակցել քարոզարշավին։ Միայնակ եք մասնակցելու ձեր կուսակցությունով միայն թե հնարավոր է դաշինք կազմեք, օրինակ մեր ձևով շարժման։ Մենք առհասարակ երբեք ինքնանպատակ չենք անում անջան եւ դաշինքը եւ միայնակ մասնակցելը։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է լինելու միայնակ,
եւ նաեւ չի ուզենա, որ չգնահատենք իրական հնարավորությունը եւ այնպես չստացվի, որ մենք զուտ միայնակ մասնակցելու համար դա արեցինք, այնինչ հարվածի տակ դրեցինք կամ հարցականի որոշ հանգամանքներ։ Եվ հետեւաբար մենք այդ քննարկումներ ունենք տարբեր ուժերի հետ, մենք կողմ ենք, որ դաշինք ձևավորվեն մեծ դաշինքներ, մի քանի, որովհետեւ շատ վտանգավոր են ձայների փոշիացումը այս ընտրություններին։ Դա առավել եւս արդեն տեսնում ենք շատ բաներ կուսակցություններ։ Բայց դա նպաստելու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Դա թվաբանություն է, մաթեմատիկա։ Ես ուղղակի շատ կան տարբեր փոքր կուսակցություններ, որոնք մտադիր են մասնակցել ամենայն հարգանքով բոլորի քաղաքական ամբիցիաներին, անցած ճանապարհին, այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանը 50+ չի հավաքելու, բայց չի բացառվում, որ ամենաշատ ձայնը ամենայնիվ ինքը հավաքի եւ փոշիացած ձայները տոկոսային հարաբերակցությամբ ավելանում է ամենաշատ ձայն հավաքածին։ Հետևաբար փոշիացվող ձայնը աջակցելու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Ես չեմ ուզում այդպես լինի, ես ցավով եմ ասում, ես ուզում եմ փոքր կուսակցությունները նույնպես մասնակցեն, բայց պիտի գտնեք ձևաչափ, մենք դրա համար խոսում ենք բոլորի հետ, որ կարողանան գտնել մասնակցել ինչ որ անդամով, ինչ որ ձևով աջակցել, բայց ուղղակի մասնակցությունը ցավոք սրտի կարող է լինել ճակատագրական եւ նպաստել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Ու որ կուսակցության հետ երբևէ դաշինք չեք կազմի։ Նախկինում գործունեություն ծավալած եւ երկիրայից վիճակին համար նպաստավոր պայմաններ ստեղծած ուժերի Նիկոլ Փաշինյանը պատահական չի ծնվել։ Այսինքն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ մարդիկ ովքեր եղել են, իշխանության եւ արել են այն, ինչ արել են։ Ես չեմ թաքցնում, որ կարող անձիկ անհատներ կան թիմերում, դա տեսանելի է եւ չասել դա նշանակում է մեղանչել ճշմարտության առջեւ, ես դա չեմ անի, բայց այդ ուժերը որպես պատասխանատու երկրի քաղաքականության այլևս չպիտի անգամ փորձեն ստանձնել այդ պատասխանատվությունը, ժողովուրդը ճշմարտությունը գիտի, սիրելի իմ գործընկերներ, դուք ինձ կարող եք քարկոծել, բայց ճշմարտության դեմ մեղանչել չեք կարող, որովհետև մարդիկ դա գիտեն, ու եթե դուք դա չեք ընդունում, չեք դիրքավորվում ձեր վարքագիծը դրա այդ ճշմարտությունից ելնելով, դուք նպաստում եք Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, չցանկանալով։ Ես ամենին չեմ գնում այն դաշտ, որ դե ուրեմն կարողա ուզում եմ։ Չեք ուզում, ես հույսով եմ, բայց ձեր գործողությունը, որը կանեք կամ անում եք կամ քարկոծում եք հենց մեզ նմաններին, որովհետև ձեզ հետ ասոցիացում չունեն, ու հենց այդ միայն այդ պատճառով դա լավ չի, եւ դուք դրանով օգնում նպաստում եք Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանի հետ համագործակցություն։ Մենք դեռ ծրագրերը, որը օրինակ տեսել ենք, այսինքն ինչ են իրենք խոսում, տնտեսական, սոցիալ-տնտեսական բլոկն են հիմա, չէ՞, նախ ծրագրերը պիտի հասկանանք, խոստանում են շատ լավ, դե խոստանալով չի, շատ մարդիկ շատ բան են խոստացել։ 0% փոքր եւ այդ դա բանը, մենք օրինակ 24 միլիոն երկշրջանառություն ունեցողներին էինք համարում մանր բիզնես եւ համարում, որ այո, հարկ չպիտի վճարեն, բայց ինչից են իրենք խոսում 0% հատկապես, որ այդ ամեն ինչ քննարկելի է, շատ պոպուլիստական բաներ ես չեմ ուզում այսպես քննարկեմ, քննադատեմ, այսպես ասեմ։ Մարդիկ պիտի դասենք, թե ինչ ձևով են դա ասում, երբ որ ասում են սա պիտի արվի, ինչպես են դա պատկասում, բյուջեի այդ պակասող եկամուտի փոխարեն ինչ են անելու, կամ եթե ծախս են կրճատելու որը, այսինքն այս ամեն ինչը պիտի զրուցվի։ Բայց հիմա ունեն քաղաքականությունից հասկանում եմ սոցիալ-տնտեսական բան են փորձում նաև մտածում են, որ մարդիկ դրանով են ընտրում, միգուցե ինչ կարող եմ ասել, պիտի նայենք ծրագրերին, բայց համագործակցությունը պիտի լինի այս պարագայում ծրագրերի շուրջ, քանի դեռ մենք համատեղ քաղաքական տեսլականները դեռ չենք էլ տեսել իրենցը գոնե։ Մենք հայտնի ենք 21 թվականից գործում ենք եւ մեր քաղաքական պատվիրացումները մարդիկ գիտեն։ Հիմա իրենք վերել են մի քանի սոցիալական տնտեսական ծրագիր, կտեսնենք որքանով է համահունչ եւ հիմնավոր այդ տեքստերը։ Բայց համագործակցությունը ուժերի հետ, որոնք կոռուպցիայի մեջ չեն եղել, չեն թալանել այս երկիրը, որոնք պատասխանատվություն չեն կրել այն ավիրացությունների համար, որոնց հետևանքով երկրում ծնվել է Նիկոլ Փաշինյան։ Այս ամեն ինչը մեզ համար քննարկելի, դիտարկելի է։ Շնորհակալ եմ, մաղթում եմ հաջողություն ձեր կուսակցությանը։ Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավորներն են Գրեֆերի սրճարանը եւ Ֆինավ հաշվապահական ընկերությունը։ Անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան էջին, լայքեք, մեկնաբանություններ գրեք, շատ пассив եք բաժանորդագրվում, դա լավ չի, ակտիվ եղեք, առավել եւս որ ընտրական տարի է։ Հիշեցնեմ նաև, որ վերագործարկվել է Analytic կենտրոնը, որի շրջանակներում մենք բիզնես կազմակերպություններին, կուսակցություններին, քաղաքական գործիչներին առաջարկելու ենք բազմաթիվ հետաքրքիր
գործիքներ, քարոզչական, ինչպես նաև լրատվական գործունեության համար։ Այս մասին կխոսեմ առանձին տեսանյութով։ Շնորհակալ եմ, լավ եղեք, կհանդիպենք, նաև մեզ աջակցեք Patreon եւ Donation Alerts համակարգերի միջոցով։ Stay tuned.